որ ասենք ուրեմն սև ասես սևին, ասեն սև չի սպիտակը հատուկ էս նվեր, սպան հիմա էլ սևանին, սևին սպիտակ ասես կասեն ես, այսինքն ամեն մի անհեթեթություն, թե իսկ հետո ասում, այսինքն դուք ինչի նկատի ունեք։ Այն մարդիկ կարող են ինչ-որ բաներ են խոսում, իրանք էլ այդպիսի պատվիրակված բաներ ունեն, ազնարականներ ունեն։ Ես կարծում եմ, որ այն խնդիրները, որ առաջադրել էր ընդդիմությունը, մենք էլ այդ թվում Բարգավաճ Հայաստանը 5 հարց, դա ամբողջ հարցերի շարքը չի։ Մենք առանձնացրել ենք 5 հարցեր, որից մեկը ըստ էության ավելի քաղաքական է, դա որը չի լուծվել, դա բաց եւ փակ ցուցակների հարցն է, այսինքն ռեյտինգայինի չափը խորությունը, այսինքն մենք կողմ ենք, որ ռեյտինգային այդ ձևի չլինի, լինի ավելի մեծ միասնական, այսինքն իսկական համամասնական, որը չի լուծվել։ Բայց մնացած 4 հարցերը, որոնք կապված են եղել մատնահետքերի նույնականացման հետ, տեխնիկական միջոցների հետ կապված ֆինանսավորում հայթայթելու հետ, չգիտեմ, տեսանկարահանման գործընթացի հետ, ամփոփիչ ցիկլի տեսանկարահանման հետ, հաջորդը եղել է այդ ուրեմն համարակալած փաստաթուղթը քվեարկությունից հետո տրամադրելու հետ, օրինակ մենք Վենետիկի հանձնաժողովում Ստրասբուրգում ես էլ եմ հանդիպել, ասացին, որ կարելի է շտամպ դնել, բայց ոնց որ թե դա չի լինում, շտամպը չեն դնում։ Կամ ասենք այդ ամփոփման համար 20 րոպեն դառնում է 30 րոպե, այսինքն հարցեր կան լուծվել են։ Այսինքն մենք ինչ ասենք, դրանից ասենք մենք եկել ենք ուզում մեր տեղ տան, ոչ մեկին տեղ չի տալու։ Հասկացեք, բան ինիկատիվ ունեցեք, որ որևէ մեկի նվեր տեղ չի տալու, եւ սրա համար չպիտի տա, որ իշխանությունը պետք է որ սա։ Իհարկե լայն առումով ես գտնում եմ, որ իշխանությունը գնացել է այն խորության եւ մայնության զիջման, ինչքան վտանգ չի սպառնում։ Բայց գնացել է, այո, գնացել է չափավոր քայլերի, դա նորմալ եմ համարում, որովհետեւ երբ որ իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսում են, դա նորմալ է։ Հիմա Ղարաբաղի հարցի հետ կապված չեն խոսում, Ադրբեջանի եւ Հայաստանի նախախոսում են, չէ՞։ Այսինքն ինչ, մենք չենք կարող ինչ-որ տեխնիկական վարչարարության, այսինքն ընտրական գործընթացի վարչարարությունը կատարելագործելու շուրջ խոսում են, բայց դա չի նշանակում, որ դրանով ապահովում է, որ ընտրությունների միջոցով Հայաստանում կարող է իշխանություն փոխվի, ոչ։ Դա կյանքն է ցույց տալու, թե ոնց է լինում։ Բայց դա որ ինչ որ չափով կարող է ավելի լավացնի process-ը, դա փաստ է, բայց որ ասեմ դրանով ինքը լուծվեց գլոբալ, ոչ։